ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե անել, որոշել սահմանադրական փոփոխությունների հարցը։ Ինչպես է կարգավորում օրենքը, եթե իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, կա տարբերակ շրջանցելու սահմանադրությունը, կարող է նրան հանրաքվե անել առանց նախագիծը ազգային ժողով ներկայացնելու։ Շնորհակալ եմ, ոչ տեսեք ինչն է, այս պաշտոնատար անձը այս պարագայում արդեն երկրորդ անգամ իրավական ակտ է շրջանառում, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, մեր երկրում սահմանադրական բարեփոխումները իրականացում են իրավական ակտով, կա վարչապետի որոշում։ Օրինակ, այդ նույն վարչապետի որոշմամբ ժամկետ կար, որ պետք է հրապարակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ։ Այդ հայեցակարգը ըստ էության, եթե չեմ սխալվում, արդեն ժամկետը վարվել է ու նաև նախարարը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հայեցակարգ ներկայացնելուց ու հանուն արդարության, այո, իրանք 8 տարի է շարունակավոր ունեին օրակարգում սահմանադրական փոփոխություններ, որ Ալիևի անմիջապես հայտարարությունից հետո պահանջից, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություն կատարի, մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը վերածեց նոր սահմանադրության ընդունման, որովհետև իրանց խնդիրը մեր անկախության հռչակագրի հետ է, որը ինչ ասեմ, մեր դժբախտությունն է, որ այսօրվա մեր վարչապետը կռիվ է տալիս մեր հիմնարար ծննդյան վկայականի անկախության փաստաթղթի հետ, անկախության հռչակագրի հետ ու պիտակավորումներ ու որակումներ է թույլ տալիս, իրենք վերածեցին նոր սահմանադրության ընդունման օրակարգի ու ինչ մի արձանագրում ենք կատարում, 8 տարի է մեր երկրում օրակարգ կա սահմանադրական փոփոխության ու մեկ հոդված թղթին տրված նախագծային դեռ չի ներկայացվել։ Այս սա ամենամեծ ահազանգն է, սա Վենետիկի հանձնաժողովում կարմիր թելով անցնում է հանրային հաշվետվողականություն, մասնակցելիություն, թափանցիկություն, որը այդ թվում այդ նույն վարչապետի որոշման մեջ է սահմանված, որպես հիմնարար սկզբունքներ։ Այս ամենը կոպտորեն խախտված է, որովհետև այս սահմանադրության փոփոխության ու նոր սահմանադրության ընդունման օրակարգը միայն մի սպասարկելիք ունի, դա Ալիևյան պահանջի սպասարկումն է, ինչը ևս Վենետիկյան հանձնաժողովի կարմիր թելով որոշումների անցնում է ու կարծիքների, որ չի կարող երբևիցե որևէ պետության հիմնարար փաստաթուղթը սահմանադրությունը դառնալ արտաքին սպառնալիքի առարկա։ Դա ներքին գործերի ու այդքան շահարկված ինքնիշխանության միջամտություն է։ Հիմա սրանով վտանգվում է մեր պետության ինքնիշխանությունը, որովհետև հակադիր պետությունը մեզ թելադրում է փոփոխելու եւ ընդունելու նոր սահմանադրություն։ Երբ ասում է համարձակ քայլերի դիմել, արդյոք սրա մասին է խոսքը։ Ում է ասում համարձակ քայլերի։ Հայաստանին երբ որ շնորհավորում է ընտրության արդյունքների անկրկնություն։ Դե այդ նույն արտաքին միջամտություններ էլի, որ այդքան շահարկում են, հա, այս նախընտրական փուլում կարող է մի հատ հետ հայացք նետենք, թե ինչ ծավալի արտաքին միջամտություններ, ինչ հիբրիդային հարձակումների ենթարկվեցինք մենք, մեր քաղաքացիները ու մեր քաղաքացիների կամքը, ով չալարեց Հայաստանի քաղաքացու փոխարեն որոշում կայացրեց, ում ընտրեն, ում աջակցեն եւ այլն։ Խնդրեմ Իզաբել ջան, Իզաբելն է, հա։ Նիկոլ Փաշինյանի գիշերային ասուլիսը, հունիսի 7-ի լույս գիշերը, ժամը 2-ին ասուլիս է հրավիրվել այն պայմաններում, երբ դեռևս Երևանի տվյալները անխուսափ չեն եղել, այսինքն որտեղից այդ ինքնավստահությունը, որ իրենք հաղթելու են, կխնդրեմ դրան անդրադառնալ, երկրորդը վճռավետ դատարանի որոշմանը, որից այսինքն ընտրությունից ընդամենը 1-2 օր առաջ հունիսի 5-ի որոշում է կայացվել, որով ցուցակների ճշգրտման հարցերը դրության ենթակա էին վարչական դատարանին, ինչով պայմանավորված նաև խառնաշփոթ էր առաջացել եւ մի շարք անձին, որոնք պատրաստվում էին ընդգրկվել ցուցակներում, փաստի առաջ էին կանգնել եւ հնարավորություն չունեին ոչ վարչական դատարանը հասնում հայցերը բավարարել, ոչ հնարավորություն են ունեցել քվեարկել այդ անձին։ Այդ երկու խնդիրներին կխնդրեի անդրադառնալ։ Նշեք նաև որոշում ունեք սահմանադրական դատարան դիմելու եւ արդյոք այս փաստումները հիմք ընդունելով կարող եք արձանագրել, որ ընտրությունները չեն անցել լեգիտիմ եւ կարող եք արդյոք այսպիսի գնահատական տալ, որ կեղծված են։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այո, այս ծավալը միջամտությունների ու հատկապես էլի ընդգծեմ, հա, հատկապես նախընտրական շրջանում, նախընտրական քարոզչության ընթացքում, բաց այդ կերպով մեր համար բոլոր անհարմարությունները, անհավասարությունները, այդ թվում ինչու ոչ չանդրադառնանք պետական ռեսուրսների ու վարչական ռեսուրսի այլ շահարկումների, օրինակ տարբեր չակերտավոր օրինական կաշառքներ
բաժանելուն, որի վերաբերյալ կրկին, հա, բավականին լայնածավալ նյութեր ունենք, որ հնդհասս դիմումներ ենք ներկայացրել, այդ նույն բարեգործության արգելքը, այդ նույն մի շարք սահմանափակումներ, որ մեր նկատմամբ նորմալից ավելի լայն էր կիրառվում, մեր նկատմամբ իրավական միջամտությունների տեղիք տալիս, թույլատրելի են քաղաքացիական պայմանագրին ու բացահայտ կերպով, հա, անթույլատրելիության սահմաններում։ Ինչ վերաբերում է վերջին, դա արդեն կրկին քաղաքացու կամքը շրջանցել էր, քաղաքացու կամքը չհարգել էր, երբ ընդամենը մի քանի տոկոս ձայների հաշվարկ էր տեղի ունեցել ու այդ պայմանությամբ իշխող ուժ հանդիսացող քաղաքական ուժը կանգնում է ու իրան հռչակում է հաղթող։ Այսինքն արդյոք սա հիմնավոր կասկածի տեղիք չի տալիս, որ հնդհացս իրենք միջամտություններ են իրականացրել ու համոզված են այդ միջամտությունների համար։ Սա, եթե իրավական պրոցես լինի, եւս մեկ ապացույց է լինելու առ այն, որ քաղաքացիական պայմանագիրը ծավալուն ընտրակեղծիքներ է իրականացրել ու բացի փաստացի ընտրակեղծիքներից իրավական գործընթացների շրջանցումից դա կրկին ասում եմ, սահմանադրաիրավական ճշմարտության նկատմամբ միջամտություն է, որ իրենք դեռևս մեկնարկած հաշվարկի պայմաններում հրատապ ասուլիս են հրավիրում եւ նման հայտարարություն են տարածում։ Արդյոք այլ արդյունքի կանխարգելում չէր նաեւ սա։ Մի շարք վերլուծություններ կարող են կատարել։ Տեսեք, այդ կրկին, հա, իրավական ասեցի արդեն այն նորմայի սահմաններից դուրս էին խախտումները, օրինակ նույն անձնագրայինների պայմաններում, կարծում եմ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովին է, եթե դիմեք, հազարավոր ահազանգեր ստացած կլինի, որովհետև անձամբ ինձ քաղաքացիները տեղեկացրել են, որ ԿԸՀ-ել են դիմել, իսկ սահմանադրական դատարանի հետ կապված ասեմ հետևյալը, որ էլի սպասենք արդյունքների, հասկանանք համապարփակ իրավիճակը ինչպիսին է ու որոշում կկայացնենք, էլի որոշակի քաղաքական նրբություններ էլ կան այդ որոշման կայացման մեջ։ Ազատություն կյանեմ, Տիկին Միրոյան, ամբողջ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը ձեր առաջնորդ խոսեց հաղթանակի մասին, նույնիսկ չէր ուզում պարտության մասին հարցերը լսել։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք, ասել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պատրաստ է արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, եթե մանդատների վերցնելու խորհրդարան գնա, կարծոք նշանակում է, որ նա հաշտվել է ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, եթե մանդատների վերցնելու խորհրդարան գնա, կարծոք նշանակում է, որ նա հաշտվել է ընդդիմադիր լիդերի հաշտվելու կարգավիճակի հետ, եւ դուք սպասում եք, որ դուք մոտ 23% ձայն կստանաք, հաշվի առնելով, որ այդ ամբողջ ընթացքում ձեր առաջնորդը պնդում էր, որ ինքը հաղթելու է։ Ձեր ակնկալիքները։ Հարգելի Կանե, արդեն առիթ ունեցա ասելու, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև այս խախտումները իրանց ծավալային կշիռով, սկսած մեր ակտիվի ձերբակալություններից եւ կալանավորումներից, մեր գործընթացը կաթված արանելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհանուր անգամ կաշառքների դրվագների մասին ունենք մեզ հաղորդումներ ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում, հա, որ կոնկրետ տեղամասեր կա, որ դրա շուրջ բոլորը գումարա բաժանվել, անգամ ունեցել ենք դեպք վստահված անձը նկարել է, ոստիկանները մարդու ձեռքից խլել են հեռախոսը եւ այդ տեսանյութը ջնջել են, իրան էլ ձերբակալել են։ Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, մենք ունենք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք, ամեն նախադրյալ կար, լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կար, հիմա նայեք են հայտնի մյուս հարցումները, որ հարցումներ նման թվեր տվել, կրկին հերթական նկարչություններ, ըստ էության այս պայդրության արդյունքները որևէ հարցման չի համապատասխանում, որևէ հարցման։ Այսինքն դուք ասում եք, որ այնպիսի ծավալի ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքների վրա եւ այդպիսով Սամվել Կարապետյանը դարձել է 23% ստացած ուժ, նա կարող է ստանալ 50+։ Այո, հա, ես համոզմունք ունեմ, եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլինեն, ես համոզմունք ունեմ, որ դեռևս այլ պատկերի մասին էր խոսք գնալու, անգամ եթե ինչ ասեմ, բացարձակ հաղթանակի չէին գնում 2/3-ի, առնվազն, հա, այդ ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդի, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, իր այդ պարագայում որևէ կերպ քաղաքացիական պայմանագիրը չէր կարող
կարող մնալ իշխանության։ Սա ես ներողություն ես մի հարց պիտի տամ, շարունակեմ։ Տեսեք, Տիկին Մերան, դուք հավանաբար դուք եք լսել, որ շատ քննադատություններ կար ձեր ուժի հասցեին, որ այստեղ բովանդակային ելույթներ չեն լինում կամ չգիտեմ սխալ քարոզչություն է տարվում եւ այլն, ամեն դեպքում ձեր հասցեին կային այդպիսի քննադատություններ, դուք այս քարոզարշավից որ դասեր քաղել եք, դուք օրինակ կարող եք ասել, որոնք էին ձեր սխալները, որոնց արդյունքում փաստացի դուք մինչև վերահաշվարկի ավարտն եմ ասում, ստացաք ընտրողների 23% այս պահի դրությամբ։ Դուք համարում եք, որ հետ եք նայում, որ դուք հարուստության ընթացքում այնուամենայնիվ շատ բաներ ճիշտ չեք արել։ Տեսեք, էլի ասեմ, հարգելիս, ես քանի որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալով ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ, նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ այտենց վաու անկրկնելի բաներ։ Բնականաբար ես ինքնակնդատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք։ Ամենամեծ հանգամանքը ու այս աներևակայելի հանրային սերը աջակցությունը հենց մեր առաջնորդով է պայմանավորված, որովհետև Սամվել Կարապետյանը մարդ է, ով միշտ հայի կողքին է եղել։ Հիմա Սամվել Կարապետյանի մոտիվացիան ո՞րն էր գալու քաղաքականության մեջ մտնելու, չէ՞, որովհետև մարդը տեսնում է արդեն վերջնակետին ենք հասել ու կարիք կա, ինչպես ինքը ասել էր, եթե քաղաքական ուժերը չեն հաջողում, ինքը իր միջամտությունը իր ձևով, մասնակցությունը իր ձև, միջամտությունը ասում է, որտեղ պրոցեսի մեջ ենք արդեն, ու մարդը եկավ իր խոսքին հավատարիմ, իր անձնական ազատությունը զոհելով, այդ մակարդակի երկրորդ մարդ կարող եք թվել, որ Forbes-ի 200 աշխարհի 100-ավոր ամենահարուստ մարդկանցից մեկն է, իր ամեն ինչը թողում է մի կողմ, գալիս է իր հայրենիքի պետության համար կռիվ է տալիս, ավելին, հա, ուղղակի կռիվ չի տալիս, իր անձնական ազատությունն է զոհում, ամիսներ շարունակ, մարդը ծանր պայմաններում կալանք է կրել, որ ընդհանրապես դա առաջին հերթին տեղից սկսած հակաիրավական պրոցեսների հետ գործ ունենք։ Ես ինձ համար պատիվ է ու հենց անձամբ իր ֆակտորով պայմանավորված եմ, ես մեր քաղաքական ուժ մտել ու կռիվ ենք տվել, ուսուսի տված, կռիվ ենք տվել մեր հայրենիքի փրկության համար, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ ծրագրեր ուներ, դրանք խոստումներ չէին, մանիպուլյացիաներ չէին։ Ես շատ եմ ցավում, որովհետև Սամվել Կարապետյան վարչապետը Հայաստանի Հանրապետության այն տխուր իրավիճակը, օրինակ այս աղքատությունը, հա, այդ թվերը, որ անում ենք սոցիոլոգիա է, հա, մենք հələ պետական թվերի վրա ենք հիմնվել։ Տեսել եք մարզերում ինչ վիճակ, ամեն մարզային այցից հետո ես գալիս ու խորը դեպրեսիայի մեջ եմ գնում, ամբողջ գիշեր մեր քաղաքացիների դեմքերը աչքիս առաջ պտտվում էր։ Դուք չեք պատկերացնում ինչ են մեր պետությունը դարձրել։ Վայոց ձորում Տավուշում աղքատությունը վերջին 18 թվից սկսած գրեթե կրկնապատկվել է։ Գյումրիում 43%-ի է հասել։ Ծայրահեղ աղքատությունը աճել է երկրում։ Իրենք ինչ խոստում նախընտրական քաղաքացիական պայմանագիրը տվել են, այդ բոլոր խոստումները տապալել են։ Ոչ մի բան 100%-ով չեն կատարել։ Իսկ Սամվել Կարապետյանը իր հնարավորությունն է, որ ասում էր, հա, ներդրումային ֆոնդեր ենք սարքում, մեծամասամբ արտաքին ֆինանսավորմամբ, ընդհանրապես 10-20% պետական բեռ էին թողնում։ Այդ ամեն ինչը իր կապերի շնորհիվ էր բացառապես հնարավոր ու իր միջոցներով ու այո, կար, ես տեսել եմ ու բացառիկ հնարավորություններ մեզ այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու ու շատ ցավում եմ, որ հիմա այս իրավիճակում ենք, բայց կրկին եմ ասում, այս իրավիճակը կրկին ապօրինությունների հետևանք է։ Հա, խնդրեմ, վերջ հարցնեք